Գոհ եք ձեր թոշակի չափից։ Չէ, գոհ չեմ։ Ես հենց ուզում էի բողոքեի, ոչ թե թոշակից, այլ տրանսպորտի սահմանված գներից։ Թոշակառուներին հատկացված է 30% զեղչ։ Չէ, դու գիտեք դրա մասին։ Հա, դրա մասին ասել է քաղաքապետը, ասել է վարչապետը, արդյոք մենք տեղյակ ենք, թե ոչ։ Մենք տեղյակ ենք, բայց օգտվել չենք կարողանում, որովհետև այդ հնարավորությունը չի ստեղծած, որ թոշակառուն օգտվի իր զեղչից։ Տեղյակ եք, որ Հայաքվեն առաջարկում է 50%-ով բարձրացնել թոշակները։ Ես երկու ձեռքով կստորագրեմ։ Բոլորին էլ քիչ է։ Եթե նորմալ, օրինակ եթե 50 բան է, 100,000, 150,000 նորմալ է, բայց 50,000 իմ թոշակը երկար ժամանակ աշխատել եմ 50,000 է։ Բայց ինչ որ են պայմաններ կար, որ պետք է օգտվեի, չեմ օգտվել, դες դրա համար կարճ է։ Այդ պահին ես գոհ եմ, որտեղ երեխեքս բոլորն աշխատում են, ես թոշակի այնպես առասարակ կարիք չունեմ։ Ոնց ասեմ, դժգո էսա։ Ինչ աշխատել ենք, շատ քիչ են տալիս, բայց դա ինչ անենք, պետք է հարմարվենք, որ դժգո եղանք ինչ, պետք է ավելացնեն։ Դե հնարավոր է թող ավելացնեն։ Եթե պետք է ասելով ավելացնեն, շատ ուրախ կլինեմ, որ ավելացնեն։ Հա 40,000 փող չի, հա, այդ եմ ասում։ Այդ փողը 40,000 թոշակ եմ ստանում, դու կլնես։ Որին փողը տամ, 40,000-ը որ դնես, բաժանես, ինչ ամենեմ, բան։ Դեղին փող տամ, նա դեղը։ Եվ չեմ կարում տրանսպորտ նստեմ, ես 6 ամիս է տրանսպորտ չեմ կարում նստեմ։ Դնեմ եմ չի աշխատում։ Դե տանեմ փոխեմ, ասում են ուրիշ բանկին աշխատում է, տանեմ փոխեմ, դրանն են նստեմ, որ կան։ Փողը ջեբս չեմ կարում նստեմ տրանսպորտ, աշխարհում այդպես բան կա, չկա։ 46 մանետ փողում ստանում։ Ես մեր լեզվով եմ խոսալնի Ղարաբաղցի եմ։ Այդ 46 ճարերս անդհատ առնում, դե նենց էլ 5 դամ հերիքում չելի մտաղնի։ Թոշակներից ոնց ասեմ, գոհ եմ, որովհետև հաշվի եմ առնում մեր երկրի իրավիճակը։ Եթե լավ լիներ, ես հասկանում եմ, որ լավ կլիներ, ավելի բարձր կլիներ։ Բայց ահագին փոփոխություններ անում են, թոշակառուները խելացի լինեն, գնումները կատարեն, այնտեղ 10% է, թե 12% է կարծեմ բարձրանում, ես ինքս թոշակառու եմ եւ աշխատում եմ։ Հասկանու, ցանկալի էր իհարկե, սա եթե ես չաշխատեի, իմ թոշակը չէր բավարարի ինձ, բայց դերևս աշխատում եմ, մանկավարժ եմ եւ գոհ եմ ընդանուր վիճակից։ Հույսով եմ, որ ղեկավարությունը ի նկատի կունենա թոշակառուներին եւ համոզված եմ, որ լավ լուծումներ կգտնեն։ Մեր մեծ ղեկավարությունը իրաց դրել են տուփոյի տեղ ու մարդկանց ոնց ասած ուզում են, որ մի բան ասեն, բայց չեն ասում։ Իսկ հիմի այսօր դուք եք ուզում ներկայացնեք ու էդի փառք մեր տիրոջը, որ դուք տենց լավ խելք եք ստեղծել, որպեսզի ներկայացնեք այդ ամենը։ 44,000 գումար եմ ստանում, ես դա ուտելուն տամ լուսի, տամ վարձի, տամ երեխան գնում է դպրոց, գալիս է դրան ամեն գրենական պիտույքները պետք, ամեն ինչ, աղջիկ ջան, դրանով մարդը ինքը իրայությամբ բավական չի, գոնե մարդը իր այդ մտքերի մեջ, նա եթե կարողանա ապրի, նրան պետք է առնվազն մի 100,000 փող լինի, որ նա թոշակ անվանի ու այդ թոշակը իր մեջ ստեղծի, օգտագործի, այն մի բացասականի մեջը, այն մի դրականի մեջը, ունենա այդ ելուվեջները, ունենա այդ շփումը, դու անգամ հարևանի տունը չես կարողանում մի հատ ծնունդի գնաս մի հատ ուրախությամբ, այդ 44,000-ը դու որտեղ ես ծախսելու, բալես։ Շատ, ահա որ դժգոհ եմ, 36,000 դրամ թոշակ եմ ստանում, 3-րդ կարգի հաշվանդամ եմ եւ դրանից, չգիտեմ, կոմունալ վճարը միայնակ ձեր թոշակառու է։ Հա, ու ես չգիտեմ հիմա ինչ պետք է անեմ, կոմունալները արդեն բարձրանում է գները,
դեմը ձմեռ է գալիս, բժշկական հարցեր ունեմ լուծելու, սնունդա, շատ դժգոհ եմ, շատ, չափից ավելի։ Այդ Փաշինյանին այնքան ձայն տվեցինք, այս հիմար ուղեղիցս, հիմա ինքը 640 ձայն եմ տվել, բայց հիմա բացարձակ 600-ն էլ բերելու եմ դժգոհություն հայտնեմ։ Օգոստոսին գրանցել եմ, որ ես պետք է թոշակ ստանամ։ Սեպտեմբեր անցավ, օկտոբերի կեսնան դեռ չկա, զանգել եմ, ինձ ասել են մենք արխիվ հարցում ենք արել, երբ որ կգա, այն վաղ կստանանք։ Բայց գումարը ինչ կամ, ստաժ ինչ կամ դեռ չգիտեմ։ 42 տարի աշխատել եմ, 58,000 թոշակ եմ ստանում։ Ոչ մի բանի չի հերիքում, մենակ դեղերը շաբաթը 5,000-ը։ Դալշի դուք մտածեք։